Ընդդիմադիր ձայները ձեր ունեցած տվյալներով ավելի շատ ընդդիմադիր ուժը ավելի շատ ձայն ստանում են ԿՊ-ից թե չէ, այսինքն այդ Գյումրի երկուսը հավանական է։ Այս փուլում ես այս փուլի մասին եմ խոսում։ Հիմա այս փուլի մասով վստահաբար կարող եմ ասել, որ երեք ուժերը իրար հետ ավելի շատ ձայն ունեն, քան քաղաքական մեծամասնությունը։ Թե Քարոզարշավը ինչպեսի Գագիկ Ծառուկյան, չէ՞, ձեզնից եւ առաջիկա ընտրությունները իհարկե կան այնտեղ ուժեր, որոնք կարծում եմ, որ հավանականություն են եւս անցնելու խորհրդարան, շատ հույս ունեմ, որ իսկապես դա այդպես էլ կլինի։ Ես կարծում եմ, այս փուլում այդտեղ քննարկման առարկա չկա, թե ընթացքը ինչպիսին կլինի, քարոզարշավը ինչպիսին կլինի, այնտեղ դուք գիտեք, որ որոշակի միջոցառումներ են սպասվում Հայաստանում եւ այլն, դա ինչ ազդեցություն կունենա։ Այսինքն առաջիկայի մասով դեռ վստահաբար պնդումներ չանեմ, մենք էլ մեր անելիքներն ունենք, բայց այս փուլի համար մինչեւ բուն նախընտրական քարոզարշավը սկսելը մեր բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ ընդդիմադիր ուժերը միասին վերցրած ավելի շատ ձայն ունեն, քան քաղաքական մեծամասնությունը, բայց եւ որևէ ուժ միանձնյա բացարձակ մեծամասնություն չի կարողանում ստանալ։ Շատ լավ